Մենք սկսանք, բացումը կատարեցինք Վարդաքույն քաղաք Երևանից եւ արդեն վերադարձանք ծեր տուն կանաչ Տավուշ։ Վերջին կանգառը մշակութային ճամփորդության, իսկ ճամփորդները Տավուշցի 40 արվեստասեր դպրոցականներն էին, որոնք ճամփորդության ընթացքում 10 մշակութային կենտրոններում իմացան, տեսան, սովորեցին ավելին։ Այս հարցին ամեն մեկն իր պատասխանն ուներ։ Շատ հավես էր, ամեն ինչ չեմ կարող նույնիսկ խոսքերով ասել։ Շաքեին հատկապես ճամփորդության առաջին օրն է տպավորել, երբ ամեն ինչ նոր էր սկսվում ազգային պատկերասրահից։ Կուզեմ նաև ասել, որ 42,000 նմուշ կա ազգային պատկերասրահում եւ 55 ցուցասրահներ։ Ամենահիշվողը, որ այցելեցինք իմ սիրելի գործիչների թանգարանը։ Անգելինան նաև նկարում է եւ օրերս իր ցուցահանդեսն է ունեցել։ Նա էլ հատկապես հիշում է Եղիշե Թադևոսյանի կատարած աշխատանքը ինձ շատ դուր է եկել, որ ես տեսեմ, հենց ցանկանում էի ես տեսնել եւ ծրագրի հենց սկզբից ես մտածեմ, որ այդ աշխատանքը կտեսնեմ։ Մինաս Ավետիսյանի պատկերասրահ, այցելեցինք նաև Ջոտոյի Գևորգ Գրիգորյանի պատկերասրահ։ Միքայելը, որպեսզի իր տեսածն ու լսածը չմոռանա, ամեն ինչ տետրում է նաև գրել, նկարազարդել։ Ես այս տետրում գրել եմ բոլոր ճամփորդությունների մասին։ Ամենահիշվողը թատրոններն են, քան որ ինչ շատ է դուր եկել թատրոնները։ Հավանել եմ այս ներկայացումը Չարլին եւ շոկոլադե գործարանը։ Փոքրիկները վերադարձել են տուն ավելի հարուստ ընկերներով, գիտելիքով, փորձով։ Ճամփորդության ավարտից առաջ վերջին օրը, առաջին օրվա պես ճամփորդները հարցաթերթիկ են լրացրել։ Թալին Թոփալայքյանը պատմում է։ Նպատակը այն էր, որ իմանանք ծրագրի արդյունաբերությունը, փախտատելով պատասխանների տարբերությունը, իմանալով, որ մեր տված գիտելիքները հասել են իրենց տեղ։ Իմ քայլի հիմնադրամը քննադատելու համար հարցաթերթիկները կազմեց հանձնաժողով, որուն մեջ ներառված էին հիմնադրամի աշխատակիցներից, խորհրդի անդամներից եւ արվեստագետներ, ինչպես Սուրեն Շահվերդյանը, Կարեն Դուրգարյանը եւ ազգային պատկերասրահի եւ Չինական մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ։ Երեխաների ցուցաբերած ակտիվությունն ու նոր գիտելիքների աճը հանձնաժողովականներին զարմացրել է։ 3 առավելագույն միավորներ ստացած տավուշցիներին հավաստագրերը Աննա Հակոբյանն է հանձնում։ Ընտանեկան մեծ լուսանկար, ապա լուսանկարներ առանձին։ Այս օրերը էլի հիշելու, ընկերների հետ կիսվելու համար։ Պիլոտային ծրագիրը հաջողել է։ Ընթացքն ավելին է սովորեցրել նախաձեռնողներին, որ լրացնեն բացերը, որ հաջորդը ավելի արդյունավետ լինի։ Իսկ այդ հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին։ Օրերս հիմնադրամը կհայտարարի, թե որ մարզի երեխաներն են լինելու այդ մշակութային ճամփորդության հաջորդ ճամփորդները։ Իրինամ Կրչյան, լուրեր։